Բարելույս, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր ես իմ ելույթը 3 մասի կբաժանեմ, արձագանք ելույթներին, մտքերին, որոնք որ հնչել են այս դահլիճում, թեկնածուի անձին, արժանինքներին եւ հանձնաժողովի կարեւորությանը։ Տեսեք, փորձում էի հասկանալ, թե որքանով եք անկեղծ ԿՊԵ-ականներ ձեր հարցադրումների մեջ, որքանով սկզբունքային ձեր իսկ արժեհամակարգում։ Ուրբաթ օրը շատ-շատերը ձեր խոսքի տողատակով մեղադրում էիք Դավիթ Ղազենյանին, թե ինչու է հեծը թանկ վարձով տարածքներ վերցրել Ռիոմոլում եւ Դալմամոլում այն պարագայում, երբ որ մարդկանց մեծ հոսք կար այդ առևտրի կենտրոններ եւ մարդկանց հարմարավետության խնդիր կար։ Բայց ինչ որ է, ողջունում եմ ձեր արդարության այդ սկզբունքայնությունը, բայց կուզենամ ձեր շատ չծանրաբեռնելու համար ժողովուրդ Երևանի քաղաքապետարանում նմանատիպ մի քանի խնդիրների գնահատական տալ եւ ներկայացնել ձեզ, ինչպես նաեւ ակնկալել ձեր իսկ գնահատականը։ Տեսեք, 06/05/2026 թվականի մայիսի 6-ին Երևան ավտոբուս Եթե խանգարում եմ, չշարունակեմ ես, ժողովուրդ։ Երևան ավտոբուս ՓԲ-ի կողմից անցկացված ԵԱ-ՄԱԱՊԾԲ 26-25 ծածկագրով մեկ անձից գնման ընթացակարգով ձեռքաբերվում դիզ վառելիք։ 1 լիտրի արժեքը 545 դրամ։ Այդ ոչինչ էլ որ մի անձից են ասը, կասեք միգուցե էժան են առել, բայց ամենահետաքրքիրն է նա, որ հենց այդ նույն ժամանակ լցակայաններում մանրածախի արժեքը եղել է 510 դրամ մաքսիմումը, Ranoil, Flash, CPS եւ մնացած լցակայաններում։ Ակնհայտ է, չէ՞ որ մեծածախի գինն ավելի էժան պետք է լիներ, ժողովուրդ։ Բայց չգիտես ինչի քաղաքապետարանը որոշում է, որ ինքը պետք է առնի 545 դրամով։ Լետի հետ, ժողովուրդ, ամենահավորը, քաղաքապետարին նամակ եմ գրում, ասում եմ, «Էս ինչ պատմություն է, քաղաքապետարանը ինձ պատասխան է գրում, ասում է, գիտես ինչ կա, ընկերությունները որ կան, առաջարկել են, որ ավելի էժան էլ կարող են տալ, բայց ինքը որոշել է, որ թանկով պետք է առնի, ժողովուրդ։ Դրա գնահատականը մի հատ փորձեք տալ։ Այդ ո՞նց է ստացվում, ժողովուրդ։ Եթե չկարողանաք գտնել, հատիկ առ հատիկ բոլորը կհանեմ, ի ցույց կդնեմ։ Գնման օրով, վայրով, ժամով։ Ո՞նց է լինում, որ շուկայում այդ նույն բանը մանրածախը ծախում են 510 դրամով, դուք մեծածախը առնում եք 545 դրամով։ Էս ինչ ուժեղ առևտուր անող եք դուք։ Ու մեղադրում են պարոն Ղազենյանին, չգիտեմ ինչի մեջ։ Բայց հաջորդը ձեզ ասեմ, այն յութոնգ տրոլեյբուսները հիշում եք, որ լավ գովազդեցիք բանի ժամանակ, քարոզարշավի ժամանակ։ Առաջի պարտիա յութոնգը, երբ որ առնում եք 135 միլիոնով, քաղաքապետարին ամենավերջի խոսքերն ասել են, որ ժողովուրդ մտեք ինտերնետով նայեք, թանկ եք առել, ինչ եք անում, $100,000 թանկ եք առել, մյուս գնմանը հետևելու եմ, նայում ես ձեռք բերում, տրանսպորտ մյուսը, դրանից հետո հաջորդ գնումը լինում է 96 միլիոնով, մի անգամից 40 միլիոն պակասում է, ժողովուրդ, 15 ավտոբուսի մեջ մոտարապես $1,5 միլիոն, բայց ամենաթարմը, շաբաթ օրը Ազատություն ռադիոկայանը հրապարակեց մի տեսանյութ, Պոլիկլինիկաները, որոնք որ ուղիղ Երևանի քաղաքապետարանի կուրացիայի տակ են եւ 20-ից ավել բժշկական կենտրոններ կա։ Ուրեմն 540,000 դրամով ինչ որ տնտեսվարող ասում է վարձով տվեք ինձ դեղատան համար։ Բայց քաղաքապետարանը ու քաղաքապետարանի պաշտոնյան ասում է չէ, ես նպատակը հարմար եմ գտնում 300,000 դրամով մեկ այլ տնտեսվարողի տալ։ Ստեղ ճիշտ ասած գայթակղություն կա, որ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր եղած ժամանակ պատգամավորական խոսույթով անդրադառնամ։ Բայց դա մի հատ կճշտենք, այդ մեր բացատրական բառարանի մեջ կիրառելի է այդ խոսույթը, թե չէ։ Եթե հա, այդ խոսույթով կպատասխանեմ այս պաշտոնյային։ Հիմի ժողովուրդ, ուզում եմ ձեզ այդ սկզբունքայնությունն ու արդարամտության գնահատականը հասկանալ։ Կարող է հիմի մի հատ Ռոմանոս Պետրոսյանից SMS-ներ ստանաք, որ Տիգրան Ավինյանի հրաժարականը պահանջեք, այդ արդար կլինի, ձեր գործընկերոջ, բոլոր փաստերի համար պատասխանատվություն եմ կրում։ Ստեղ գործընկերներ կային, ասում էին, բա դատախազությանը դիմի, դատախազությունը մենակ մի պարագայում է ինձ արձանագրում, երբ որ ձեռքս լինում է մի հատ յոգուրտի շիշ, մի հատ նկար։ Մնացած բոլոր կոռուպցիայի բացահայտումներին ոչ մի գնահատական չի տալիս։
Հիմա շարունակեմ ժողովուրդ, անդրադառնամ թեկնածուի արժանինքներին։ Թեկնածուի արժանինքներին ես մեկ մտքով կանդրադառնամ, հայտնի հայկական խոսույթ կա, որ ընտանիքի լավագույն հայելին իր զավակն է։ Պարոն Ղազարյան, ձեր պարագայում ամենալավագույն օրինակն է։ Ու ամեն մարդու հայրենասիրությունը, հայրենիք սիրելը սկսվում է ընտանիքից։ Շատ ողջունելի է ուժեղ Հայաստանի Դավիթ Ղազարյանին որպես թեկնածու ներկայացնելը։ Հիմա շարունակեմ ժողովուրդ, հանձնաժողովի գործառույթներից եւ կարեւորությունից։ Հանձնաժողովի գործունեության ոլորտները ժողովուրդ տարածքային կառավարման, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, էներգետիկա, շրջակա միջավայր ու մի քանի դրվագի եմ ուզում անդրադառնալ։ Նախորդ տարի տիկին Աննա Գրիգորյանի հետ միասին աշխատանքային այցով եղել ենք Շիրակի մարզում, խնդիրները արձանագրել, վարչատարածքային բաժանման ու դրա դառը պտուղները արձանագրել։ Ահավոր երևույթ է, երբ որ նույն ամասիայի շրջանում Շիրակի մարզը ինչու եմ վերցրել, ամենաաղքատ մարզն է Հայաստանի Հանրապետությունում, 40%-ից ավել աղքատություն է Շիրակի մարզում։ Ամասիայում 19 դպրոցից խոշորացվելու արդյունքում 15-ը փակվում է ժողովուրդ։ 15-ը փակվելով դուք նպաստում եք, որպեսզի գյուղը դատարկվի, շատ ուղիղ գյուղը դատարկվի։ Հաջորդը նույն այդ շրջանից հանում եք դուք զինկոմիսարիատը, անձնագրային կետը, գյուղացիների համար կյանքի դժվարություն եք ստեղծում։ Դա անընդունելի է, ուղղակի անընդունելի է։ Արփա լիճը որոշում եք, որ հատուկ կարգավիճակ պետք է տակ Արփա լճի ազգային պարկին, դրա արդյունքում մարդկանց խոթհարքը շուրջ 13 անգամ թանկանում է։ 13 անգամ։ Ուրեմն, պարոն Սիմիջան, պատասխանեմ ձեր հարցին ու հիմնավորեմ, դուք կարող եք դրանից հետո ոնց որ հիմա առաջարկում են, որ հատուկ կարգավիճակ ունի, գյուղացիները ընդամենը 1 ամիս գործ ունեն այնտեղ, իրանց խոտը քաղել, 1 ամսվա պայմանագիր կնքել եւ գյուղացին այդ բեռը չզգար իր վրա։ Այսինքն ստեղ պետք է ճկուն օրենսդրական լուծում։ Այստեղ պետք է որպեսզի եւ կառավարությունը եւ օրենսդիրը շատ ճկուն գործեր։ Ես չեմ ասում ինչի համար ազգային պարկի կարգավիճակ ստացել։ Ես ասում եմ դու պիտի գյուղացու կյանքը ավելի հարմարա։ Այդ շրջանը հայտնի է իր անապահությամբ, բայց շարունակեմ արագ խոսեմ։ Սպանդանոցների համար համատարած մարդկանց տուգանում էիք։ Անցյալ տարի Շիրակի մարզ գնալու պարագայում Շիրակի մարզում գործող 0 սպանդանոց չկար։ Զանգում է գյուղ վարչության պետին, տեսանյութն հրապարակել եմ։ Ասում անասուն ունենք մորթելու, ինչ անենք, ասում դիմեք հարևան մարզերին։ Շնորհակալություն տիկին Գրիգորյան, ես ամասիայի ժողովրդի անունից եմ ասում, ձեր այդ ելույթներից անդրադառնալուց հետո Շիրակի մարզում 1 սպանդանոց բացել են։ 1, վերջապես։ Այսինքն եթե չլներ Աննա Գրիգորյանի խոսքը, դա ոչը կբացվեր։ Հաջորդը ժողովուրդ, Կապսի ջրամբարի խայտառակ պատկերը։ 2023 թվականին 8 տարի, 8 միլիարդ դոլար պարտք խոստացած ջրամբարներ կառուցել եք վեդի, որը ամբողջական չգիտես ավարտվել է թե չէ, ջուրը լցվի հասկանանք, այնուամենայնիվ ոնց է այդ ջրամբարի կարգավիճակը։ Կապսի ջրամբարը 2023 թվականի մայիսին պետք է սկսեի, 26-ին ավարտեիք։ Ծրագրի արժեքը շուրջ 120 միլիոն դոլար է եղել։ Գնում արձանագրում ենք, որ նույն տիկին Գրիգորյանի հետ, որ 10% աշխատանք իրականացված չի, մեզ ասում են շարունակվում է աշխատանքները։ Վերջում լավ այդ ելույթներից հետո նորից վերջնականապես ընդունեցին, որ փակված է, բայց դրա բեռը քաշողը մեր ժողովուրդն է։ Վարկային ծրագիրը բերում ես, դու վարկային ծրագիրը չես արդյունավետ իրականացնում, դրա մնացած ածանցյալ խնդիրները քաշում է ժողովուրդը։ Հաջորդը Գյումրիում Շիրակի մարզում աղետի գոտու տնակային ավանները վերացնելու համար պետական ծրագրով 0, ոչ մի նոր կառուցված շենք։ Միակ շենքերը, որ կառուցվել է, դա Ռոբերտ Օղլախչյանը անձնական բարերար իր միջոցներով շենք է կառուցել։ 4 շենք է, եթե չեմ սխալվում։ Պետական ոչ մի ծրագիր Գյումրիի համար, ոչ մի։ Հաջորդը որ կա, դա կարկտային կայանների խնդիրն է, որոնք ոչ արդյունավետ են գործում։ Մյուսը որ կա, համայնքների դոտացիաների բաշխման անարդար համակարգը։ Ոչ են անդիմադիր լինի համայնքի ղեկավարը, քաշվավ այդ համայնքը, վառ օրինակ Ախուրյան համայնքը։ Հենց փոխվեց համայնքապետը ավականուն կարողացավ գողանալ, որ ընդունված պրակտիկա 2 միլիարդ դրամ ծրագրերը ավելացավ, դոտացիաները ավելացավ։ Այսինքն քաղաքացին եթե ընտրում է իր կամքով այլ համայնքի ղեկավար, տուժվում է գյուղացիները ամբողջությամբ։ Եվ վերջում բնապահպանական կարճ խնդրին ժողովուրդ 10 միլիոն ծառ էին խոստացել, որ տնկեին, անցյալ տարի Երևանի բյուջեով 4.9 միլիարդ դրամ փող են ծախսել
կանաչապատ գոտիներ ստեղծել պահպանելու համար, գուշակեք քանի ծառեն տնգե։ 5044, որը մանգաս էդ էլ չկա։ Ավարտեք։ Այս պայմաններով կներեք 10 վայրկյան, այս պայմաններով բնավ